Իդեպ ես ձեզ հիշացնեմ մեկ ուրիշ բան 18-ից 20 թվականը այնպիսի հակաթուրքական հայտարարություններ էր անում Նիկոլ Փաշինյանը, որ ոչ մի Հայաստանի ղեկավար չէր անում, չի արել։ Ես ձեզ հիշեցնեմ եւս մի հանգամանք։ Այն ժամանակ բավական սրվել էր հարաբերությունները Մակրոն-Էրդողան։ Հիշում եք թե չեք հիշում։ Բավական սրված էր։ Եվ Մակրոնը փորձում էր ոչ ֆորմալ դաշինք ձևավորի հակաթուրքական։ Շատ ակտիվ այդ հարցը քննարկում էին Հունաստանի հետ, Կիպրոսի հետ, Եգիպտոսի հետ եւ Իսրայելի հետ։ Իսրայելի հարաբերությունները եւս շատ սրված էր Թուրքիայի հետ։ Եվ այն ժամանակ Հայաստանը միացել է այդ ոչ ֆորմալ կոալիցիայի ձևավորմանը։ Միացել է այդ խոսույթին։ Ես 10 տարի նախագահության ժամանակ երբեք հակաթուրքական հայտարարություն չեմ արել։ Հարևան երկիրն է։ Դուք պատկերացրեք, ես սկսեի խոսալ Քուրդիստանի ստեղծման մասին։ Սա հիմարություն կլներ, որովհետեւ հարվածի տակ կդնեի Հայաստանի Հանրապետություն։ Եվ ոչ մի նախագահ այդպիսի բան չի արել։ Ինքը մտավ այդ պատմության մեջ։ Մակրոնը երևի խրախուսեց, Մակրոնն էլ շաբաթը 2 անգամ կարծիք է փոխում։ Պես մեկն էլ նա խելքին ընկավ, մտավ այդ պատմության մեջ եւ այնպես արեց, որ նաեւ սա էր պատճառներից մեկը, որ Ադրբեջանը բայրակտարներ ստացավ եւ 20 թվականի պատերազմում Թուրքիան բացահայտ անթակույց կանգնեց Ադրբեջանի կողքին։ Պատճառներից մեկն է։ Ասի չորփա հալով, ինչ ես մտնում այդ հարաբերությունների արանք էլի։ Թե Մակրոնի ինչ որ դուր գա։ Որ Մակրոնը համբուրի, սենց ուսին սենց խփի, հասկանում եք չի կարելի։ Հետևանքները սա է։ Եվ երբ որ դու երրաբուլուրը երրապատկել ես, եւ մեկ այդքանից հետո խելքի չես եկել, նույն բաներն ես անում արդեն սենց ուրիշ ուղղություններով, սա է ամենից անընդունելի։ Բայց սա այն է, ինչ կատարում է Հայաստանում այսօր։